հստակ կառավարության որոշումը ասում է, որ այո, առնվազն նշանակում է ամենաքիչը, այս դուք կարող եք միայն հիմնադրի հետ համաձայնացնելուց հետո։ Այսինքն տնօրենը իրավասու չի եւ մասնավոր եւ պետական հիմնարկում նման որոշում ինքը կայացնի, որ ձեզ ավելի վճարի, քան այսպես ասած նախատեսված է։ Նա պետք է հիմնադրել, այո։ Կառավարության որոշման մեջ գրած է, եթե նոր հանել են, ես նոր եմ արդիստը բացել գրած է։ Եթե հանել են, ուրեմն հանել են, անդունել որ հանել են, բայց այնուամենայնիվ ինքը, այսպես ասեք, նախահաշվի պետք է փոփոխություն անի, բերի տանի իր հիմնադրի նախահաշիվը, համոզի, որ դա համաձայն է, բացատրի ինչու է այդպես անում, իսկ մեր տնօրեններից շատերը խուսափելու են այս ճանապարհը անցնելու, թող մարդիկ ասեն աշխատում են տարբեր հիմնարկներում, հասկանում են ես ինչ եմ ասում էլի, այդ առումով, հետևաբար թողնել այս մասը գործատուին, դա առնվազն իրենցից, այսպես ասած, պատասխանատվություն գցելու պահ է, ես իմ կարծիքն եմ ասում, դա իրականության այդքան էլ չի համապատասխանում, հասարակ օրինակ, հա, բերեմ, եթե օրինակ նշեցի ես խորհրդատվությունը 15,000 էր, որից բժիշկը ստանում էր ինչ-որ տոկոս։ Հիմա, երբ որ փոխանցվում է օրինակ 3,000 դրամ, ակնկալել ինչքան օրինակ տնօրենությունից, երբ որ արդեն ֆիքսված տոկոսային հարաբերություն Հայաստանում բժիշկ եւ տնօրենություն հասկանում եք, ակնկալել ավել, մենք մինչև այդ էլ ստանում ենք 20-ից 40%, բայց նորմալ գումարի դեպքում։ Հիմա 3,300-ից ինչ սպասենք մենք տնօրենությունից 80% են մեզ տալու։ Իդեպ էլի նորմալ չի լինելու, ասեմ։ Կարելի է։ Ես էլ արձագանքեմ, բոլոր բանախոսները այս հարցի շուրջ արձագանքելու բանն են։ Տեսեք, շատ տհաճ իրավիճակ է այդ առումով, բացատրեմ ինչու։ Ի սկզբանե այդ դրաֆտ նշումով նախագծում նշված էր 15%։ Տնօրեններից շատերը բժիշկներին հավաքեցին ու ասեցին, դե նախարարությունն է ասել, մենք ինչ կարանք անենք, 15%-ով եք աշխատելու։ Բժիշկներից շատերը ասեցին, որ մենք չենք աշխատելու 15%-ով։ Կոնֆլիկտ ստեղծվեց տնօրեն բժիշկ հարաբերությունների մեջ։ Այդ կոնֆլիկտը սկսում է կամաց արդեն, այսպես ասած, հանգուցալուծվել, մարդիկ սկսում են իրար հետ պայմանավորվել, մեկ էլ հանկարծակի նախարարը ասում է, որ 15 չի, 20%-ը, այսինքն տնօրեններին բժիշկի աչքերում դարձրեցին բոբոձյաձյա ու տնօրենը վատն էր, նախարարը լավն է դուրս եկավ, բայց այնինչ այդ կարգը հաստատել է նախարարը, կառավարությունը։ Եկեք հասկանանք մի բան, որ նման, այսպես ասած, թռիչքներ չի կարելի անել այն միջավայրում, որտեղ որ անհրաժեշտ է ստաբիլություն, փոխվստահություն ու անհրաժեշտ է, որպեսզի տնօրեն, բժիշկ, բուժառու, բուժքույր, տեխնիկական անձնակազմ համերաշխության մեջ պայքարեն ընդհանուր թշնամու հիվանդության դեմ։ Այսինքն, եթե մենք բերում ենք ու սկսում ենք այսպիսի ելևէջներ անցկացնել ներհիվանդանոցային կյանքում, դա ոչ մի լավ բանի մասին չի վկայում եւ դա խաթարելու է ներհիվանդանոցային ընդունված կոլեգիալությունը եւ աշխատակարգը։ Կներեք, ես արդեն փոխանցեմ մյուս բանախոսին ինքն էլ արձագանքի ներասի։ Շնորհակալություն, միտքը շարունակելով ասեմ, ուրեմն շատ պրոֆեսիոնալ կատարվեց բժշկական թիմի տարանջատմանը եւ ուրեմն կոնֆլիկտների։ Երբ որ հայտարարվեց, որ հա բժիշկների աշխատավարձները բողոքում են, բայց որ մենակ բժիշկը չի այդ թիմի անդամ, կամ բուժքույրեր, մայրապետեր, ադմինիստրատիվ աշխատողներ, մի իրավիճակ է ստեղծվել այսօր բժշկական կենտրոններում, եւ բժիշկը ասում է, ես չեմ կարող աշխատել ցածր այդ կոպեկներով, անեստեզիոլոգները բացատրում են, որ իրենց շատ կարևորագույն աշխատանքը
երբ որ գնահատում եք, ես հաշվարկ էի արել, ընդհանրապես օրինակ ոսկրի կոտրվածքի վիրահատության ժամանակ անեստեզիոլոգի գումարը, երբ որ 5%-ից դարձրել են 8%, ավելացել է 1900 դրամով։ Եվ այդ ամեն ինչի ֆոնի վրա բուժքույրերը, մայրապետերը եւ ադմինիստրատիվ ստաֆը ասում է նախարարը մեզ խոսք է տվել հանրային դաշտում, որ մենք եւս պետք է ստանանք աշխատավարձներ։ Բայց իրականում, երբ որ այդ վիրահատության համար հիվանդանոցը ստանում է փոխհատուցում 100,000 դրամ, որից 35%-ն է մինիմալ դրված, որ պետք է տա աշխատավարձային ֆոնդ, երբ որ հաշվարկում են ծախսերը, որը անում է հիվանդանոցը, արդեն բիզնես լեզվով, հիվանդանոցը ի վիճակի չի լինելու անգամ այդ 35%-ի փոխհատուցմանը։ Եվ այստեղ իմ ասածին եմ գալիս, որ այս սակագները այնպես է ստեղծված, որ իրականում պրոֆեսիոնալ ձևով բուժքույր, բժիշկ, մայրապետ, ադմինիստրատիվ աշխատողներ, բոլորը այդ տասնամյակներ աշխատած համերաշխ թիմը այսօր բոլորը ուզում է իր բոնուսը, տոկոսը, այս նոր լավ ապահովագրությունից ու հիվանդանոցների տնօրենները, սեփականատերերը կանգնած են մի խնդրի առաջ։ Եթե մենք իրենք փորձենք, չեն կարող այդ 100,000 այնպես բաշխել, որ բոլորը գոհ են, իրենք էլ գոնե չդժվեն դրանից, հա։ Ես կարծում եմ, սա շատ լուրջ խնդիր է, որ պետքա ուղղակի նույն ձև հակառակ այսպես հետողորմյան անել, որովհետև սա լուրջ խնդիր կարող է դառնալ հենց բժշկական թիմերի մեջ։